Այսօր գուզեմ խոսիլ եւ ցեզի նույնը բաժնեկցիլ մեր գոչումի մասին։ Քիչ մի եթե գնանք ցայնի, քիչ բավական գնանք իջեցնել ցայնը լավ գլաջիս։ Okay, ասած լավ է։ Ուրեմն երեք Աստված գահիտնի եւ գխոսի ժամանակին, ամեն։ Իսկ մեր պետքերուն, մեր ուզածները շատ անգամ մեր ուզած ժամանակին չի դար, բայց պետք եղած ժամանակին գուտա։ Արդեն դիկրանուին պատմած պատմությունն է գտեսեք ինչպես ճիշտ ժամանակին Աստված ամեն մեր պետքերը գայտայթե։ Նույնիսկ Աբակայի եղած բաները մարգարեությունները բոլոր իրեն ժամանակին գահիտնի եւ իրեն ժամանակին գուտա։ Հիսուսի կալուս տանալ նույնն էր։ Բոլոր մնացած մարգարեություններուն նման։ Նույնիսկ եթե սկաս որ Աստված ուշ է, դա գավին ինքը հարմար ժամանակին գուկա։ Քանի անգամ Աստված մեզի խոստում տված է եւ սկացած ենք որ չէ շատ ուշացավ։ Քեզի ես գադակ կնեմ ասպես դողոց կսեմ Հիսուսը սավ շուտով վիդիկա 2000 տարի անցավ։ Չեմ գեր շուտով ինչ սել գուզեր գոր, բայց եթե մեգում ասեմ նե քիչի գենգուկամ գոր 5 վարգան 10 վարգան 2000 տարի չէ, բայց բնավ ուշ չէ ինքը։ Ամեն։ Դի ժամանակ իդե երբե վիդիկա։ Ժողովողի երրորդ գլուխ առաջին համարը գսե ամեն բանի ադենը գա ու երկնքի դակ եղող ամեն կորձի ժամանակը։ Ամեն ինչի ժամանակը նույնիսկ Աստծո հայտնություններուն մեզի դրվելիք գա ժամանակը։ Եվ Աստված մեզի պիտի դա ադոնք։ Եվ բոլորս Աստուծմե գանչված են կորձելու համար, որբեսի իր թակավորությունը երկրի վրա դարածենք, ամեն դեղ, ամեն բաժինի մեջ։ Ամեն իս գանչված ենք։ Հովիվը գանչված չէ, երեցը միան գանչված չէ։ Եկեղեցի մեջ ծառայողը միան գանչված չէ, բոլորը։ Նույնիսկ եթե անարժեք կսկաս, կարևոր չէ։ Քու սկացումներով դեպի մսկացումներով չի չափվիր մեր գոչումը։ Իր խոսքը գսե դու գանչված ես վերջագետ։ Չես հավատարգոր, դու քեզի հայելին նայր ամեն արդու, ասե ես գանչված եմ։ Վերջագետ։ Ասե դու քեզի վերջագետ։ Քիչ մի խիստը լանք մենք մեզ այդ հարց չլար։ Մանավանդ եւ որ պոզիտիվ բաներ պիտի հրճագենք մեր կյանքին վրա։ Մանավանդ եւ որ Աստծո խոսքը պիտի հրճագենք մեր կյանքին վրա։ Նույնիսկ մեր կյանքը չէ, որ սիստեմը կալենք։ Արդուգարտանան կորձի գերտան կորձեն դունգու կանք դիպրեստ վճարենք ինչ որ պետք է վճարենք եւ քնանանք չէ Աստված ավելին ունի մեզի դալիք ավելին ինչպես ունի դալիք ամեն մեկը իր հարաբերության մեջ Աստծո հետ պիտի ճանչնա դիգա ինչս էլ է ավելին անալ պիտի տեսնենք շատ անգամ կտեսնեմ ես կոնե բավական մարդոց զանոթացած եմ որ քիչով շատ ավելի ուրախ են քան այդ մարդիկը որ շատ ունեն դունով որ բզդիկ դունի է շատ ավելի ուրախ են կանան որ վիլայի մեջ գաբրի քանի որ իր սիրտ Աստծո թակավորության վրան է ոչ թե իր ունեցածին եւ չունեցածին վրա եւ բոլորն իսկ գոչում ունենք բայց կմնա որ մենք հաղորդակցինք այդ գոչումին հետ որ Աստված մեզի տված է եւ որ գոչում գսեմ այսօր չեմ ասեր հոգեվորական գոչումը հովիվ ծառայող երեց առաջնորդ եւ այլն ես գսեմ գոչումը որ նույնիսկ գաբ ունի աշխարհի մեջ բայց Աստծո մեդրված մեզի որպես իր թակավորությունը դարածենք երկրի վրա իր գամքին համացայն ոչ թե մեր երազածին համացայն Ես գսի ասբեգե բադայներուն շատ գսեմ որ Աստված գսիրա աշխատասեր մարդիկը ձույլերուն շատ չի սիրեր ոչ թե որ չի սիրեր ինքը գսիրե բոլորին բայց ձույլությունը չի կաչալեր Աստված ընդհակարակը պետք է աշխատասերը լաս գսե ամեն բան որ գնես եւ ասիկա գսեմ իրենց իբրև օրինակ որ տասերուտ եւ նիշերուտ բդուղը հավաս գրնամ ես հոնդեղեն ասպես հայելիիմը նման ցցնել որ քո հարաբերություն Աստծո հետ ինչպես է չեմ ասեր դու ձույլ ես Աստծո հետ հարաբերության մեջ բայց եթե դու տասիտ մեջ լավ չես կամ չես աշխատիր եւ ուշ չես տապեր ինձի որքան գրնաս ասել որ Աստծո հետ դու լավ աշխատես եւ իր հետ գահարապերիս որովհետեւ շատ լավ գիտեմ այդ օրերը որ Աստծո հետ լավ եմ կամ եւ որ բադանի եղած օրերս որ Աստծո հետ գահարապերեի եւ շատ ժամանակ անցնեի սրտիս մեջ զանրություն կսկայի որ պետք է շատ տասնեմ պետք է որ լավ նիշ բերեմ բեչե ցախողիմ եւ ասին նպնական է որ դեպ Աստված ասում է գտնե մեր սրտի մեջ բայց գուզեմ մեկ բանը գիտնանք որ մենք կանչված ենք որբեսի Աստված բարավորվի ոչ թե որ մենք բարավորվենք որբեսի միայն ինքը բարավորվի գիտեմ շատ դարօրինակ կրնալալ ժադեններ որ մտածենք աս նպատակիմ աս գետրոնացումով որ ամեն ինչ գնեմ որ ամեն ինչ որ գաբրիմ ուրախությունս նեղությունս ելել իջնելս ամեն ինչ ինչու համար մեկ հատ ուրախ պիտի չլամ չէ ուրախ պիտի լաս բայց ամենը եղած են որ ինքը բարավորվի ստեղծված ենք որ ինքը բարավորվի գաբրինք որ ինքը բարավորվի ամեն եթե գիտնաս որ ասե նպատակդ շատ ավելի լավ է դաբրիս քանի որ եթե աննպատակ աբրիս գործված պիտի լանք եթե գործվածը լանք շատ դժվար է գանք երնիս
Ուրեմն եթե բանանք միասին Մատթեոս 25-րդ գլուխ 14-րդ համարեն գարտալով կտեսնենք Հիսուս արագ մգուտա դաղաններու մասին։ Գրեթե բոլորս, եթե ոչ բոլորս անգամ, լսած ենք։ Գսե 14-րդ համարեն պիտի գարտամ, գսե դարձյալ երկինքի արքայությունը պիտի նմանի հետևյալին։ Մարդ մգար, որ երբ ուրիշ երկիր պիտի երթար, գանչեց իր ծառաները եւ անոնց հանցնեց իր ստացվածքը, որ շահարգեն, որ կորձի տնեն։ Եվ համացայն անոնց կարողություններուն, մեկը միտքդ բահ է, համացայն անոնց կարողություններուն, մեկուն դվավ 500 ոսկի դրամ, մյուսին 200 եւ ուրիշիմը 100 եւ աբա ջամփորտեց։ Երևակայ համարը դիդոն ռաֆինգա եւ ես եմ եղել իրենց կորձադերը եւ ես կուկամ ռաֆինգ ուդամ 500, կուդամ դիդոին 200 եւ կուդամ թամարին 100։ Գրնան իր արմեն եղվիլ, գրնան իր արմե չին եղվիլ, բայց ես գորոշեմ, չէ՞։ Ասվածալ նույնն է, ինքը որոշեց ամեն մեկուն դալ։ Գեղեցիկը անե որ գիտեմ քիչ մտերը ասես հարցմանշան ունենաս սկիզբը, բայց կե բացադրեմ։ Գեղեցիկը որ Աստված 3 հատին հավասար ծևով չդիտեց։ Չսավ որ Ռաֆիին եւ Դիդոին եւ Թամարին հավասար բիդամ։ Ոչ, սավ 500, 200, 100։ Արդյոք անարտար չէ, ոչ արտար է, որովհետեւ քեզի եթե հիշեցնեմ աթփարը գսե համացայն անոնց կարողություններուն։ Որովհետև եթե կարողությունը 500-ը ասված քեզի 500-ը բիդա։ Եթե կարողությունը 200-ը 200 բիդա։ Եվ եթե 200-ին դվողին կարողությունը 100-ը լար բիդի ցախողի։ Կարծես ես գսեմ որ բի ցախողի։ Այսօր ես Ջոշուային ցերկը բնակ, աբագի բնակ չեմ դար։ Դուս ցերկը որ 3 տարեկան է, ցերկը բնակ չեմ դար աբագի։ Ինչու՞։ Գիտեմ որ բիդի ցախողի, մինչև սալոն բիճա ասնի ադիգա։ Բայց եւ որ 5 տարեկան 6 7 8 տարեկանը լա վերջը երկու բնակ դերևս դամ որովհետեւ իր կարողությունը պիտի շատնա պիտի ավելնա եւ ես ածեվով պիտի դիտեմ իսկ քույրիկը որ իր մե 2 տարի բզդիկ է քիչ ավելի քիչ պիտի դամ ցերկը օրինակ մդամ դեր 3 լորին սառնարանին արչեվը գեցած է աղջիկս 1 տարեկան եւ ճուզեր գոր սալոն երթալ ուրեմն տկալը դվիսի կնա մամային դուր 1 տկալ է շարգվեցավ սալոն կնած այդ է կարողությունը ադգի ավելի չի գռնարնել Բնակ դայի Սելինին հետը գրիվ գնեի վերջը Կամ թանակ դայի երևակայեցեք բզդիգի մը ցերկը թանակ դանք անգարելի է, չէ՞։ Քանի կարողության ցևով դվավ նույնիսկ Աստված եւ որ մեզի գնայի չի նայիր եթե տուն լավ դղա ես տքեշ բոլորից հավասար գսիրե սիրո հետ գապ չունի ասիգա դագարագը որովհետեւ շատ գսիրե մեր կարողության համացայն գուտա եւ փոխարենալ կագնգալե քու կարողությանը եւ իմ կարողությանս համացայն Աստված նվադակ ունի ամեն բանի համար որ մեզի գուտա ամեն բանի համար որ մեզի գուտա Տուն լիպանան ծնածես նվադակով Սուրիա ծնածես նվադակով Հայաստան, Ամերիկա, Ֆրանսա ուր գուզես եղիր տուն նվադակով հոնեղար ան նվադակ չար ջամփորտեցիր ցանկդ փոխվեցավ նվադակ կար Աստված այդպես չէր որ քեզի փերավ եւ թրավ երկրի մեջ բոլորս ալ գիտենք մանավանդ բադայները գսեն ես մի երթամ աս երկիրան Մանավանդ ազմեյ ադեն բոլորս ալսինք մի երթամ նույնիսկ ես դեմը չկացի փարկասը Բայց նպատակ ունի քանի Աստված որ ես հոս ծնածեմ Աննպատակ չէ ամա նայ սխալվահին սխալմամ սարկիս ընտանիքի մեծ ծնավ ինչ բիդնենք ինչ չէ շատ լավ գիտեր ինչ արավ առաջին օրեն եւ որ ինքը ինձ հոս դրավ ես երկրի մեջ դրավ աս ընտանիքի մեջ դրավ հայ շրջանագի մեջ դրավ ինքը գիտե եւ ժամանակվան ընթացքին գերեվի այդ մեկը Երկրորդ գեդաս հատվածին հետ կապված Արդյոք հարցում արցնեմ արդյոք ովևէ մեկը իրենց մե արժանի էր աս ոսկիներուն Հեչ մեկը Ոչ իսկ անց 3 զարաներեն արժանի չէին ոչ մեկ ոսկի ոչ 2 ոսկի ոչ թե միայն 100 դրամի 200 3 500 ոչ $1 արժանի էին արժանի լալու հետ կապ չուներ ինք որոշեց Ինձ եւ քեզի դաղանտներ դա ան որոշեց որ մեզի գան չէ եւ մեր կարողության համացայն դա ամեն գրնան ասոնք գրնան այս դաղանտները գրնան այս տրամները ոսկի էլան ցիրկեր բնական ցանկի ցիրկեր եւ գրնան էլալ նոր բան որ պետք է սորվինք աշխատցնել մեր ցանկի մեջ բաներ որ դակավին հայտնի չէ որ քիչ ավելի հետ կպիտի խոսիմ քանի որ մենք միշտ աս նույնը կգաբենք որ գանչված ենք քիծած բաներուս չէ Գրնալալ ասված քեզի բամը դված է, որ դակավին չի կդար, բայց որովհետև մեծար ասծևով գարձեցիր ասեք,
Օրինակ մտամ, եթե դու դբրոց չես կացած, սա ասել չէ որ Աստված քեզի չի գանչած, որ դու քրող բիչլաս։ Դերևս մեծ դարիքիդ պիտի քրես։ Եվ Աստված գիտա դիգա։ Եթե դու մեծար սնունդական օրեն լավ չի մեծար ներողություն ասպես եմ, լավ ջաշ չգար, բզդիգուց աղքատություն գար, սա ասել չէ որ դու լավ մարզիկ պիտի չլաս, եւ Աստված քեզի մարզիկը լալու չի գանչած։ Եվ եթե դու ուշ դարիքի համարսարան կացիր, սա ասել չէ որ Աստված քեզի բարձր աստիճան կորձեր պիտի չդա։ Գրնալալ ինքը դա, բայց պետք է աշխատցնենք եւ ճանչնանք այդ մեկը։ 3 դվավ, ինչու դվավ։ Փարք ասուսո։ Ես 500 ոսկի դրամ ունիմ։ Խայ, յանքս անկիստ է։ Ոչ։ Դվավ եւ հստակ կսե, նույնիսկ Ղուգաս ավետարանին բաժին ասպաժինը գարտած, նույն բարերով գսե, որովհետեւ շահարգեն կաշխացնեն։ Աստված մեզի դված է ցիրկեր, չէ՞։ Ամեն։ Աստված դված է մեզի գոչուններ, որ դակավին հայտնի չէ։ Ամեն։ Ամեն։ Պետք է աշխատցնենք բայց։ Բարձ օրինակը բոլորնից գիտենք, մեր հովիվը, բադվելի քևորքը, չէ՞։ 24 տարեկան հոն իրեն հայտնի եղավ Աստված իրեն ինչ դված էներիք։ Ադգե առաջ բարձ մեխանիսյաներ 24 տարեկանին ինքը պետք է աշխատցներ Աստուծո իրեն դրված գոչումը։ Պետք է ձունգի կարահոտեր, պետք է Աստծո արչև գոդրվեր ամեն օր սորվեր Աստծո խոսքեն եւ ճանչնար, որբեսի այսօր ծարայե ուր որ գծարայե գոր։ Նույնպես դու, նույնպես ես։ Հիմա շատ թրույն է որ մեր աս օրինակները դանք հոգեվոր գոչումներու։ Շատ թրույն է, բայց նաեւ պիտի դամ ուրիշ օրինակը, մանավանդ մեկը գա անունը Ջոն Բիվիր է, որ մեծ մասը լսած են իր մասին եւ իր քիրքերեն ալ գոկտվինք։ Ուրեմն արագ պատմությունը պատմեմ, Ջոն Բիվիրը անգլերեն ամերիկացի է ինքը, բայց անգլերեն տասի մեջ գծախող էր։ Գրել չէր գիտեր ասմարտը։ Օրը գաղոտ է, Աստված գսե իրեն, դու քիրք պիտի գրես։ Սխալած ես Աստված, որուն հետ գխոսիս գոր։ Ես քիրք գրեմ, ես որ անգլերեն 10 գծախող էի, Երևակայեցեք Աստված ինձ իսե դու ֆրանսերենով քիրք պիտի գրես։ Ես երկու բառ ֆրանսերեն չեմ գիտեր։ Քիչ առաջ նանորինեցի որ դարիքս 301 է, ոչ թե 31 է։ Եվ սանանը վրաս խնդած։ Եվ որովհետև չեմ գիտեր, բայց արդյոք կարելի չէ որ Աստված ինձ հանդիպի իմ աղոթքիս մեջ եւ ինձ իսե վայ ես կուզեմ որ դու ֆրանսերենով գրես։ Չեմ գիտեր։ Ես բաց եմ։ Եվ եթե ինձ իսե պետք է աշխատիմ, ամեն։ Եթե Աստված քեզի հայտնե եւ Աստված քեզի պիտի հայտնե բաներ, պետք է աշխատենք, ամեն։ Դժվար է։ Եվ որ վարժված ենք, որ չաշխատենք, կամ վարժված ենք, որ սովորական կյանքի մեջ ապրենք, շատ անգամ դժվար է։ Բայց Մովսես քանի տարեկանին կանչվեցավ։ 80 տարեկանները գսեն, խաս կփավե, ասկան ապրիլը լավ է։ 80 տարեկանին կանչվեցավ, որ հոն Իսրայելի ժողովրդին ղեկավարը առաջնորդը լայվ ազատե իրենց Եգիպտոսի փարավոնեն 80 տարեկան մեգա մեր մեջ 80 տարեկան դեր ժամանակ կա որ գիտնան գուրեմն մեր գոչումը ինչ է մեգա նկարը գուզեմ տնեն միան եթե գրնան ծարայոները մեգա չիգա նկար չրտար գոր չեղավ ուրեմն Նիկոլա Յոկիչ անունով բասկետբոլիստ մգա Եթե նկարը տնեին շատ ավելի ավոր բիդլար, որովհետև 10-11 տարեկանոց դղամն էր, որ լեցուն լոպիկ դղամն էր։ Իրական գսեմ, եթե նկարը դեսնեք, գսեք, որ ասիկա NBA բասկետբոլ չգիրնար խաղալ, անգարելի է որ խաղա։ Բայց 3 տարի, 2021-22, 22-23 և 24-25, եթե չի սխալիմ, լավակույն բասկետբոլի խաղցող ելավ։ Բայց իր մանկությունը չի ցցներ, որ ինքը գրնա լալ, ոչ թե լավակույն բասկետբոլիստ խաղացողը, նույնիսկ NBA-ին խա, նույնիսկ բասկետբոլ խա։ Ես ագադակ կնեմ գսեմ, եթե աս դղան գրնա իր աս քերուչյամբ մարզվիլ, դիսցիպլին ունենալ եւ իր նպատակին հասնել եւ NBA-ի մեջ խաղացողը լալ, Ջոշուան ալ գրնա ուրեմն NBA-ի երթալ։ Գրնա ովը մեկի երթալ ուրեմն, որ իր դարիքի մեջ նետեր։ Որովհետև անգարելի բան չկա Աստուծո, ամեն, բայց արդյոք մենք աշխատցնենք մեզի դրված գոչումը, հոս է հարցումը, որովհետև ունենք ցիրկեր եւ ունենք ոչ հայտնի ցիրկեր, գրնալալ Աստված քեզի հայտնեց, գրնալալ չհայտնեց, գրնաս տուն լավ երկողը լալ, բայց Աստված քեզի նաեւ կանչած գրնալալ, որ տուն լավ կուզավակներուդ հոգադարություն ունես եւ ասեք ու գոչումդ
Եվ Աստված քեզի գսե որ եթե քեզի 4 զավակ տվի, դու նպատակդ արդու այսօր իրում պետք է աշխատես որ աս 4 հատի ինձի լավ մարզվին, որբեսի ինձի համար ժողովուրդներ բերեն։ Գրնալ ալտունալ մամանես։ Գնալ երազդ ամբողջ ուրիշ բան մնե, բայց Աստուծո քեզի գոչումը լման դարբեր բան մնե։ Գրնալ որ դուն լավ մեգնես կաշխատիս ամեն օր։ Եվ քու ցիրկիտ մեջ Աստված քեզի կործած է։ Մինավ երբեք մի սեր որ ես ինչու գաբրինկոր, չէ, բնավ։ Աստված նպատակ ունի ուր որ ես եւ գրնալ հոնդեն քեզի տեբե արչև դանի։ Դեր այսօր արդու բզիկ պատմություն գարտայի, գսե մեկը Ջոն Բիվերին հետ կապված, գսե Ջոն Բիվերին մեկը հարցուցեր է որ նա ես 50 տարեկան եմ, վերջին 30 տարին աշխատեցա, որբեսի իմ կորձադեղիս արժեքը $10 միլիոն հասցրեմ։ Ինչու դակավին պետք է 10 տարի աշխատիմ, որ արժեքը 35 միլիոնի հասցնել։ Սա Ջոն Բիվերը քեզի պատասխան ունիմ։ Եվ իր անձնական պատասխանը դալե իդ վերջին նախադասությունը բիդսեմ, որովհետև Աստծո թակավորության համար է որ գնես ինչ որ գնես։ Ոչ թե քեզի համար։ Ամեն։ Որովհետև 10 միլիոնը 20 տարի վերջ 13 տարի վերջ աս մարդը $555 միլիոն ձախեց իր շրկեն։ Ուր գնաց դրամը, իր կրբանը, ոչ, Աստծո թակավորության մեջ։ Ամեն։ Երևակայեկոր եթե 10 միլիոնով բավարարվեր աս մարդը, իր գոչումի մեջ, հասած է, ես պիտի չաբրիմ, պիտի չաշխատիմ այլևս, հոն մնա 10 միլիոնով, վերջացավ։ 10 միլիոնով Աստծո թակավորության մեջ օրհնություն գլա, բայց անգամ 50 Աստծո թակավորության մեջ գրծավ արժեք բերել, որովհետև շարունակեց իր աշխատանքը, որովհետև չեր աշխատեր իրեն համար, այլ աշխատեր Աստծո համար։ Երդասարդ ես, բադանի ես, դբրոց կերտաս, չես երտար քեզի համար, երտաս իր թակավորության համար։ Գուսանիս, որբեսի քիչ մը ավելի լավ պոզիշն ունենաս շրկեիդ մեջ, չես ներ, որբեսի լավ ընտանիք ունենաս միան, գնես, որբեսի իր թակավորությունը արջև երթա։ Չես ներ, որովհետև դու գուզես անկիստ ապրիլ, բայց 3 բաժարներ կան ինչու գրնանք մեր գոչումը ապրիլ։ Կամ մեր ցիրկերը եւ դաղանները ապրիլ։ 1 մեզի համար, մեր անձնական հանգիսին համար, 2 Աստծո համար եւ 3 մարդոց համար։ Միան որովհետեւ մարդիկ ուրախ լան մեզ մե, անոր համար գնեն իրենց պետքը։ Գամալ 4-րդն ալգա, որ փնավ չենք հայտներ եւ այդ մեկը պիտի գարտամ։ Քանի որ 16-ն 18-ն չգարտամ, բայց ասպես ասեմ, գսե որ 500 ունեցող ինչ հրավ աշխատուց ինչ բերավ 500 եւս բերավ։ Ամեն, բրավո։ 200 ունեցողը աշխատուց 200 եւս բերավ։ 100 ունեցողը գսե փողը փորեց ու դիրոջ տրամը հոն բահեց։ Շատ անգամ մենք չենք գսկար, բայց գբահենք, որովհետև գվախնանք, որովհետև գմդահոգվինք, որովհետև մեր նպատակը ապրիլ է մենք մեզի համար, բայց Աստված գուզե որ դու չվախնաս ըլլաս 500-ին եւ 200-ին պես։ Բահել բարը կնշանակե ոչ թե միան ասպես մեկ կողմ տնել, բահելը աս նպատակով էր որ մարդոց մեջ ծածկեց, չի ծծուց մեկումը, հողին դագը փորեց։ Ես չէ Աստված ինձ չի կանչած բնավ որ ես ծառայեմ իրեն բիզնեսի մեջ։ Թերևս դու լավագույն բիզնեսմենը բիդլաս։ Եվ անդեղ ուր որ ես Աստված քեզի պիտի կործածե։ Զոր ծևով պիտի կործածե։ Բնավ միսեր չէ, որովհետև Աստված չես գիտեր ինչ պիտի դնե քեզ մով։ Մարդիկը որ շուրջը դեն, բնավ պիտի չհասնի ուրիշ մեկը բացի տուն։ Բացի եթե Աստված իրենց ուրիշ արիտ տա կամ ուրիշ ծևով հայտնե, ես գահավատամ գնե։ Բայց քու եւ իմ բարդականությունն է, որ ուր որ ենք, հոն Աստծո ինչ է լանք, լույսը լանք։ Իրես Ռաֆին եթե բանկայի մեջ կաշխատի եւ պատասխանատուներ են ուրիշ իր թիրքին հետ կապված, ես բնաբի չի գրնամ անոնց երտալ եւ ասել, գիտեք Հիսուս ձեզի համար մերավ։ Ինձի երեսից կնենք ասեն տուն ով ես, տուն չես կնար ասենյակը մտնել, աժողովներում մտնել։ Իրեն գծիկեն եւ ինքը գրնավը գայել։ Եթե տուն օրիորդ ես կամ բարոն ես դբրոցի մեջ, չես գրնար դնորենի սենյակը մտնել, կամ աշակերտներուն կողմ մտնել եւ իրենց լավ նամակ փոխանց, տուն գրնաս լավ նամակ փոխանցել։ Ես չեմ գրնար։ Եթե քու շուրջը տերի համարսարանական ես, դիդոն չի գրնար համարսարան երթալ, դեև ինքը շատ քուլ է եւ բադանի բես է սրդով, բայց չերևս չի գրնար համարսարան երթալ, չգմերժեն իրեն թերևս բադան երդասարտները, չէ։ Գրնան, գրնալալ ընդունին,
Բայց ով ավելի հավանականություն ունի, որ հասնի իրենց, անցը, որ իրենց մեջն է, ամեն, եթե դու բուրճամուդի մեջ շուգայի դեր մարդ ես, խանութ ունիս, ով իդասնի այդ կովիդ ռացիներուտ, թուն, վստահ ես չէ, ես չեմ գնար հոն մտնել, իմ արդոնությունս չէ, իմ շրջանս չէ, գրնա ասված ինձի գրգել հադուկ խոսելով, բայց տուն լավակույն անցի դաս, գիտես ինչու, որովհետև ես գրնամ քարոզել, ուրիշ մեկը գրնա երթալ քարոզել, բայց ով գաբրի իրենց արջև իբրև քրիստոնյա, անանցը, որ իրենց մեջն է, Երես 20-րդ համարը եթե գարտանք, կսե ան որ 500 ոսկի դրամ ստացած էր 500 եւս բերավ, եւ դերը 21-րդի մեջ գսե իրեն աբրիս, բարի եւ հավատարիմ ծարաս։ Նույնը գսե 200-ին դվողին։ Պատշպախտապար 100-ը որ բահեց ծանր բարգը կորզած է։ Եվ մենք շատ անգամ չենք սիրեր ասպարերը լսել, բայց այս մեկը ճշմարտությունն է։ Չար ու ձույլ ծարա։ Ով գուզե մեկը ասված իրանս է չար եւ ձույլ ծարա։ Ոչ մեկը։ Եվ ես չեմ ուզեր մեկը ադեղը տնե ինձինքը, որովհետեւ գիտես, այս անձը ոչ թե միան չար եւ ձույլ ծարա գոչվեցավ, եւ ոչ թե միան ադոր արդյունքնալ վայելեց վերջը, Փարիկները, որ եկավ, չգործընծուց բնավ։ Ад 200-ը 500-ը փերողը անոնք ավելորդ փարիկներ ունեցան աստուծմե, օրդնություններ ունեցան, 100 ունեցողին գործվեցավ, թե բայց մի փնդրեր ուրիշին ունեցալը, քուգինը ինչ է 100-ը 100-ը դիր։ 200-ը գործած է։ Դու լավ ես, Աստված քեզի խոսած է, Աստված քեզի հայտնած է, ադոր մեջ լավակյունը դիր, ամեն։ 100-ի դեղը 100 բեր, 200-ի դեղը 200։ Մի մտածեր, եթե լալան 6000 ունի, ինձ ինչ, իմ դերս ինձի դվավ 100 եւ այդ 100-ին դեր բիդելամ։ Միջիսեմ քեզի ինչ, որովհետեւ դու քեզի պետք է ես։ Ամեն ինքն իրեն միտս ինձի ինչ ռաֆին եթե ասցիրք ունի։ Ես չունիմ։ Գիտես եւ Աստված քեզի պիտի սե շատ մորեր, որ հերիք է քու հանկիսիտ մեջ ինձի ծարայես, քու ուզած դեղիտ մեջ ինձի պնդրես, ելոն դեղեն։ Ես գիշեմ մի քանի տարի առաջ եւ որ մեդիայի մեջ շատ ավելի գծարայ է եկեղեցիներս, աղոտքյա դեն որ մտողոցով գաուտեն կորդեր ինձի հստակ գսավ, ասեղանին եդվեն պիտի ելես այլևս եւ փեմին վրա պիտի տնեմ քեզի։ Okay։ Գեցա ատ օրը ծարայելեն։ Ոչ, դեր մեդիա գծարայ։ Եվ որ արիտը բացվեցավ, որ բադանեկանեն ներսը սկսիմ ծարայել եւ հոնի պրեվարած շորտը լամ, ցիկեցի ծարայությունս չսի, բայց ես մեդիան շատ գսիրեմ, իմ բեբեկս է, ես մեծուցեր եմ ադիգա, ես աղվոր աշխատեր եմ, ինչպես որ է, ուր որ ասա փոխանցեցի, ինչ որ գրնամ կփոխանցեմ եւ այդ կշարունակեցի ուր որ Աստված ինձ դրավ, որտեվ գրնա լալ որ այսօր դու դեղ մնես, որ Աստված քեզի ասե, օքեյ, ժամանակը հասավ, ելոն դեղեն։ Եվ չեմ ասեր միան ծարայության մեջ, միան եկեղեցիներս, նույնիսկ կորձի աշխարհի մեջ, եթե վախնաս, որ դու վախնալիք է, չեմ գիտեր ինչ վիդնեմ, դեր խալաս բահեմ վնաս չէ, ընդհակարակը Աստուծմե իմաստություն խնդրե որ գիտնաս ինչպես պիտի փոխես ադիգա, ինչպես ատ քեզի դրվածը պիտի վերածես։ Եթե Աստված քեզի կփանագոր, ասենք թե դու շուգայի մարդ ես, նոր շուգամը կփանագոր, մի մտածեր երգիրին վիճակի մասին միան, մտածե Աստծո հրաշագործության մասին։ Դերս Աստված ինչ պիտի։ Մի մտածեր կովիդ ռացիտ որ քեզի գսե գոր, կորձերը լավ չեն, յետև գերտագոր, ինչ պիտենես։ Մի մտածեր ուսում մի առներ, ով սավ։ Աստված քեզ ինչ սավ շահարգե, կորձածե, աշխատսուր, ամեն։ Մեգր նալալ որոսե $1000 ունենա եւ մեկում տնե, երկունը դունկա, ամա 1500 եղեր է։ Մեկում էդանան եղեր է։ Որովհետեւ չաշխացուցած, չլար, ընդհակարակը արժեքը բացած է։ Պետք է 1000-ը աշխատցնես, որը լա 2000, 3000, 10000 եւ շատնա որուն համար ամեն Աստծո բարքին համար եթե բանանք Եփեսացիս 3-րդ գլուխը Պողոս Արաքյալ շատ գեղեցիկ ձևով գխոսի ինքն իր մասին ես շատ գսիրեմ Պողոս Արաքյալի 3-րդ գլուխ առաջին համար Եփեսացիներուն գսե այս բաժարով ես Պողոս բանդը գտնվիմ Հիսուս Քրիստոսի սիրուն եւ ցեզի հետանոսներուտ համար վաու շատ ավոր պատմություն ուրախ է գրեգոր ես ցեզի համար բանդնեմ շատ ավոր բան չէ որ քրես որ դու բանդնես Քրիստոսի համար եւ որուն հետանոսներուն գիտեք չէ Պողոս Արաքյալ հրյա էր
եւ ինքը հետանոսներեն հերու էր եւ հետանոսության հետ կապ չուն պետք չէ ունենար, բայց Աստված իրեն ղրգած էր եւ ինքն իրեն կանչած էր իբրև հետանոսներուն արաքյալը։ Վաու, որովհետեւ ինքը լույս էլա հետանոսներուն մեջ։ Արդյոք Բողոսեն լավ մեկը չեր գրնար գտնել Աստված, որ հետանոսներուն ղրգե։ Չեմ գիտեր։ Բայց Աստված որուն զադեց, Բողոսին զադեց։ Միան ճիշտ դեղը գփնդրեմ 9-րդ գլուխ եւ որ Սողոսը դարձի եկավ դերը Անանիային ասավ քնաթուն վասնզյանիգա ինձի ընդիր աման մնե իմ անունս գրելու հետանոսներուն ու թակավորներուն եւ Իսրայելի որդիներուն արչեւ կանզի ես անոր պիտի ցուցնեմ թե պետք է իմ անվանս համար նեղություն գրե ասի Բողոսը այդ օրը եւ որ դարձի եկավ այդ օրը եւ որ Դամասկոս կացած ջամփուն վրա Աստծո հանդիպեցավ դերը իր մասին ասավ հետանոսներուն համար իրեն կանչած եմ Վաու հրյայեր Բողոս արաքյալ գապ չուներ դերևս շատ հետանոսներ դերևս ալ գապ ուներ դերևս գիտեր բայց ես կգարձեմ որ ինքը հրյական բոլոր օրենքները գիտեր եկուր իրեն ժողով մնենք հրյաներուն վրա տնենք իբրև արաքյալ ոչ Աստծո նպատակը հրյաներուն համար չէր իրեն միան այլ որուն էր հետանոսներուն արաքյալը լալեր նաև եւ այսօր բոլորնից Բողոս արաքյալի բաժարով օրտնված ենք ամեն Մենք որ հրյա չենք, մենք որ հետանոսներ ենք նկատվենք, այսօր իր բաժարով մենք օրտնված ենք, իր բաժարով Աստծո խոսքը կգարտանք ու կլսենք, որովհետև ինքը Սուրբ Հոգին ցայնին ինչ ասավ, այո եւ աշխատծուց ատմեգը։ Շահարգեց իրեն դրված գոչումը, կորձածեց ադիգա։ Եվ երբ որ գարտաս 9-րդ գլուխը շարունակես, պիտի տեսնես, որ Բողոս արաքյալի է, որ Աստված ասավ, թե դու հետանոսներուն պիտի կանչվիս, չի կնաց հետանոսներուն կով նախ ուր կնաց ժողովարան մտավ ուր որ էր, ինչ որ գիտերն էլ հրավ։ Մինչև որ ժամանակի եկավ շրջան, տրացի անց քարոզելու եւ վերջը ջանցվեցավ իբրև հետանոսներու արաքյալ։ Եթե Աստված քեզի կանչած է, որ հասնիս ովևէ դերմը, ովևէ մեկ շրջանի մեջ, մի մտահոգվիր, ինչպես պիտի հասնիս հոն, ուր որ ես հոն հավատարմությամբ կալե։ Հոն ինչ որ ունիս հոնդերը լավ սորվիր, լավ աշխատսուր եւ որ ժամանակը կա Աստված քո արչեւը դռները պիտի բանա։ Եվ դու ինչ պիտի լաս, լույս պիտի լաս այս երկրի մեջ։ Երևակայա այսօր ամեն մեկերնից ոսոս նստեր ենք։ Եվ ասիկան ինձ ինձ աստուծմե խոսքեր։ Սա վայ Երևակայա ամբողջ եկեղեցին այսօր, եւ սա կյանքի աղբյուր եկեղեցին, ամեն անհատ Գաբրի այն գոչումին համաձայն, որ իրենց կանչած եմ։ Վաու։ Պայման չէ բոլորնից հասնենք այդ գոչումին, բայց Երևակայա բոլորնից այդ ճամփորդությունը կալենք։ Տուն դբրոցիտ մեջ, տուն բանկիտ մեջ, տուն տրացիիտ մեջ, տուն դանդ մեջ չգա կարևոր եւ ոչ անկարևոր։ Բոլորը Աստծո աչքին ինչ էին, սիրելի էին, բոլորին դվավ իրենց կարողություններուն համաձայն, իրենց դերերուն համաձայն։ Չսավ թողչինի եղվին անորը եկուր իրեն դամ Ռաֆիին բես։ Դվավ իր կարողության համաձայն եւ ուր որ ինքը պետք է հոն լույս ըլլա։ Երկրորդ համարը Եփեսացիս կսե անշուշտ լսած եք, թե Աստված իր շնորհքին մատակարարումը ինձի վստահեցավ ցեզի օգնելու համար եւ հայտնությամբ ինձ ցույց տվավ իր ծածուկ ծրագիրը, ինչպես համարոդագի գրեցի։ Եվ վերջը կհայտնե ինչ է այս ծրագիրը եւ 7-րդ համարը շատ գեղեցիկ է ինձ համար։ Բողոս արաքյալ գսե եւ ես եւ այդ ավետարանին սպասավոր եղա Աստուծո ծրի շնորհքովը, որ Աստված իր ներկործող զորությամբ ինձի տվավ։ Սպասավոր եղա։ Ոստեղը մենք շատ անգամ եւ որ բզդիկ ծարայություն կդրվի, բզդիկ է որ գսեմ մարդոց աչքին բզդիկ, կամ միտքին բզդիկ, նեղություն կլա շատ անգամ։ Ես կարող եմ, բայց ավելի կարևոր բաներ անել։ Okay։ Բայց Աստծո համար չկա կարևոր չգա ուրիշ բան, ինչ որ քեզի դրված է, երե հավատար մորեն։ Եթե պատրաստ ես միկրոֆոնը բռնելու, այդ մեկը ծծուր ամենաբարձ ծևով, փանիկ մաքրելով, աղքատներուն արչև օգտակար դառնալով, խոնարելով ոտ սրբելով, այսինքն բաներ, որոնք քեզի համար վաու կարևոր չեն, մի փնդրեր կարևորակյունը, փնդրե ամենախոնարը մարդոց աչքին, մի երևնար, փնդրե Աստծո սիրտը։ Եվ անոր հետևեն վազե,
եւ Աստված թող քեզ հայտնի։ Եվ գիտես, հոս Աստված գսե, Բողոս Արաքյալ գսե իր ներկործող զորությամբ ինձ դվավ։ Ով հայտնեց իրեն ասամենը։ Ով հայտնեց իրեն իր գոչումի մասին։ Ով հայտնեց իրեն, թե ինքը ինչ միտն է Աստծո համար։ Բողոս Արաքյալ օրմա արդուգան ու խարտընցեր էր, սիրտ ուզեց Արաքյալը լալ հետանոսներու։ Ոչ։ Փամը ջուզեց սիրտը։ Հետ սիրտը գուզեր հрьяաներում մերցնել, քրիստոնյաներում մերցնել։ Աստված նման ծրագիրը փոխեց։ Մի հետևիր գարձելով, որ քու գոչումը դե, մի հետևիր քու միտքիդ գարձելով, որ Աստված քեզի ադիգա գանչած է, չէ՞։ Իր ներկործող զորությամբ քեզի պետք է հայտնի ադիգա։ Գարձիկներու եւ միտքերու եւ ծնողներու եւ բարեկամներու աստեցության դակ որոշումը չէ։ Մենք շատ անգամ ասում ենք գսեի Սելինին մեր միջավայրի մեջ եւ շատ նորմալ է եւ շատ բնական է, որ մենք գսենք մեր զավակներուն համար ասինչ բանը հաց չի գերցներ դղասոն մի երթար։ Դղաս այդ կորձը միներ հաց չի գերցներ լիբանանի մեջ մարզանկը ով ասվես բամը լսած է կամ մտածած է մարզանկը հաց չի գերցներ։ Բայց եթե Աստված քեզի իրեն հոն դրած է հացալ կգերցնե իրենալ ընտանիքինալ եւ Աստծո թակավորությանալ։ Եթե Աստված իրեն հոն դրած է, եթե ես իրեն հոն դրած եմ, բամը չի գերցներ։ Եվ նույնիսկ եթե ես փապակիմ, որ իմ դղաս եւ իմ աղջիկս լավակույն CEO-ները լան, Երգերի մեջ լավ կառավարիչները լան, չեմ գիտեր լավակույն դնորենները, դնորենուհիները լան, եթե ես իբրև ծնող փապակիմ եւ իրենք իմ աստեցությանս դագադոն գնեն, շատ ավանաբար պիտի ծախողին։ Նույնիսկ եթե հաջողին, Աստծո իրենց գոչումի մեջ պիտի ծախողին։ Սո լավակույն բանը ան է, որ մեր զավակներուն եւ մենք մեզի առաջնորդենք Աստծո ներկործող զորության դակ իրեն հանդիպելու եւ իր մելսելու, թե ինչի համար կանչված ենք։ Ամեն։ Իր ներգայության եւ իր զորության դակ փապակիր իր մելսել մի աջաբարեր, մի սեր յալլադեր ինձի հայտնե, եթե պիտի հայտնե այսօր ինքը գիտեր պիտի հայտնե, ճուշանարսին կարոզինս սկիզբը։ Բնավ ճուշանար, գիտեջի ժամանակը։ Եվ որ ինձի հիսավ, որ բադրաստ ես ելել բադայներուն առաջնորդը լալ, դերևս 8-9 տարի, 10 տարի դերևս ես հավատացյալ էի։ Եվ ես բոլոր ծառայությունները գնեի, եւ հեչ կարևոր չէր այլևս ինձ համար միկրոֆոնը բռնել եւ քարոզել։ Հեչ կարևոր չէ նույնիսկ մինչեւ այսօր ինձ համար միկրոֆոնը բռնել եւ քարոզել, մինչեւ այն ադեմ որ Աստծո գամքն է դնեմ։ Եթե Աստված ինձ է հերիք է իջիր տուն, ես ուրիշին բիդամ, ես բادرաստ եմ ուզածը գնեմ Աստծո։ Իր գամքին պիտի հետևիմ, իր ծրագիրին պիտի հետևիմ, որովհետև նպատակս Աստծո թակավորությունը ընդլայնելն է։ Եվ գուզեմ այսօրվա նամակը փակել, քարոզը փակել, միջ բանդը կբարձրանա 8-րդ եւ 9-րդ համարները գարտալով։ Բողոս Արաքյալ գսե այո, ինձի, որ Աստված, որ Աստծո ժողովրդի մեջ հետիննեմ, Աստված այս շնորհքը տվավ, որբեսի բոլոր ասկերուն ավետիս դամ, թե ինչպիսի աներևակայելի կանցմն է Քրիստոս եւ լուսավորեն բոլորը, որբեսի տեսնեն, թե ինչպես ներողություն, թե ինչպես Աստված գիրակորձե իր ծրագիրը։ Աստված ինձի դվավ, դվավ, Աստված իրեն դվավ, որբեսի ինչն է, որ լուսավորե բոլորը։ Ինչի կանչված ես? Լուսավորելու կանչված ես։ Կանչված չես լավ բիզնեսմենը լալու, որբեսի ընտանիքդ լավ ապրի։ Ընտանիքդ լավ թող ապրի, ամեն։ Աստծո գամքն է, որ քուգինդ եւ քուսավակներդ լավ եւ ուրախ լան։ Բայց ադգի անտինգա։ Դգավի խոր եւ կարևոր գա իր թակավորությունը, ամեն։ Ժողովուրդները երգիրի մեջ իրեն բերելն է։ Երևակայես իքի չարաջ, եթե բոլորս մեր գոչումի մեջ գաբրինք։ Վաու։ Բեք չունիս քարոզելու այլևս բերանով։ Գյանքդ կքարոզե այլևս։ Որոշումներդ կքարոզեն մինակ այլևս։ Միտիկ չեսներ մարդոց սայնին, կսանսի խենտ է գսեն։ Հա, խենտ չէ, գիտե Աստված իր մե ինչ գուզե։ Մարդոց աչքի խենտ, Աստծո աչքին հավատարիմ եւ բարի ծառա, հալելույա։